Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, թույլ տվեք սկսել նախապատմությունից եւ շարունակել արդեն այսօրվա առաջարկվող կարգավորումների պարզաբանումը եւ բովանդակային առումով 2021 թվականին մենք մշակեցինք, կառավարությունը մշակեց եւ ազգային ժողովը հաստատեց օրենքի մի նախագիծ եւ հարակից փաթեթներ ընդունվեցին, որով կարգավորվում էր ինքնակամ կառույցների կառուցապատման գործառույթները, օրինականացման գործառույթները եւ ըստ էության արգելք սահմանվեց օրենքով, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո որևէ կառուցված որևէ ինքնակամ շինություն օրինականացման այլևս ենթակա չի լինելու։ Եվ սրա հետ զուգահեռ կառավարությունը հաստատեց ինքնակամ շինությունների հաշվառման կարգ, յուրաքանչյուր բնակավայրի համար սահմանելով ժամկետներ եւ Երևան քաղաքի համար սահմանվեց մինչև 2021 թվականի ավարտը, 22 թվականի ավարտը, քաղաքային բնակավայր պարունակող բնակավայրերի համար խոշորացված համայնքների համար սահմանվեց մինչև 23-ի ավարտը եւ գյուղականների համար 24, մինչև 25, մեկ տարի ասվածիցս այս կողմ։ Եվ բովանդակային առումով այս ժամկետների սահմանմամբ սկսվեց ինքնակամ շինությունների հաշվառումը եւ տեղեկատվական շտեմարան կադաստրի կոմիտեի ներմուծվեց մոտավորապես 70,000 ինքնակամ շինություն, հաշվառվեց 70,000 ինքնակամ շինություն։ Եվ սա ինչ էր նշանակում, որ մենք ներ էինք դրել էլեկտրոնային գործիք, որտեղ որ չափագրողները դաշտում աշխատանքները իրականացնելուց հետո ներ էին մուծում սեփականատիրոջ համաձայնությամբ, ներ էին մուծում տեղեկատվական շտեմարան եւ յուրաքանչյուր ինքնակամ կառույցի կառուցապատող ստանում էր SMS հաղորդագրություն, որի ինքնակամ շինությունը հաշվառված է եւ համապատասխան տեղեկատվություն, որից հետո արդեն կարող էր սկսել ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը։ Ես ուզում եմ սա շեշտել, որ այս երկու process-ները իրարից տարբեր գործընթացներ էին, այսինքն առաջինով ինքնակամի հաշվառումը դառնում էր տրամաբանորեն, երբ որ քաղաքացին հաշվառումը ավարտում էր, այնուհետև միայն ինքը ստանում էր հնարավորություն, որպեսզի դիմի համայնքին այդ ինքնակամ իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը օրինականացնելու կամ համապատասխան վարչահարություն իրականացնելու նպատակով։ Եվ այս գույքային միավորները մուտքագրվելուց հետո արդյունքում իրենք դարձան արդեն հարկման օբյեկտներ, գույքահարկով հարկման օբյեկտներ եւ կադաստրի կոմիտեն դրանք ամբողջությամբ գնահատեց եւ մուտք արեց գույքահարկի բազա եւ սրանով արդեն համայնքային եկամուտները ավելացան եւ համայնքները սկսեցին նաեւ դրանց համար գույքահարկեր գանձել։ Այնուամենայնիվ մի հատված բնակչության կամ չհասցրեց հաշվառել իր ինքնակամ կառույցը կամ տեղեկացված չէր կամ երկրից դուրս էր գտնվում, ինչ որ պատճառաբանություններն եմ նշում, որոնք որ մենք այս ամբողջ ընթացքում որպես դիմում բողոքներ ստացել ենք բնակչությունից, ստացել ենք նաև ազգային ժողովի պատգամավորներից որոշակի գրություններ սրա վերաբերյալ եւ քննարկումների արդյունքում է այս ամեն ինչը վերհանվել նորից ու նորից մեկնաբանվել եւ արդյունքում մշակվել է եւ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել հետեւյալ նախագիծը եւ նախագծի բովանդակությունը որն է, քանի որ մենք սահմանել ենք, որ ինքնակամ կառույցները այլևս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օրինականացման ենթակա չեն, սա նշանակում է, որ բնակչության մոտ բացակայել են լեգիտիմ ակնկալիքը, որը նախկինում արկա կարող էր եղած լինել, որովհետև նախկինում ինքնակամ շինարարության ժամանակ օրենսդրությունը թույլ էր տալիս որևէ ընթացակարգով հասնել նրան, որ գույքը դառնա սեփական արդեն օրինական շինություն, իսկ այս պարագայում արդեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ հատվածը դուրս էր եկել եւ մենք 2021 թվականին որքանով որ տեղյակ ենք իրականացրել էինք նաեւ Հայաստանի Հանրապետության օդային լուսանկարահանում ամբողջ տարածքի եւ այս օդային լուսանկարները ինտեգրել էինք կադաստրային քարտեզի հետ եւ այս ամեն ինչը տեղադրված է ազգային գեոպորտալում, որին հասանելիություն էր բացված նաեւ կառավարչական մարմիններին եւ ազգային ժողովին։ Եվ այս օրենքով մենք որպեսզի կարողանանք հարցը կարգավորել այն հատվածի համար,
ովքեր որ հնարավոր էր որ ունենային լեգիտիմ ակնկալիք օրինականացնելու իրենց շինությունը, մենք այս հատվածի համար կապակցումը տալիս ենք օդային լուսանկարին, որը արձանագրում է 2021 թվականի իրավիճակը, որովհետև նկարին նայելով մենք փաստացի տեսնում ենք այդտեղ կա շինություն թե չկա, եւ միևնույն ժամանակ ասում ենք, որ այն շինությունները, որոնք որ այդ օդային լուսանկարի վրա կերևան, այսինքն կհաստատվի իրենց կառուցման տարեթիվը կոնկրետ միջև այդ ժամանակահատվածը, այդ օբյեկտների կառուցապատողները հնարավորություն կունենան 1 տարվա ընթացքում կրկին անգամ դիմելու հաշվառելու նախկինում բաց թողնված ժամկետը հարգելի դարձնելու իրենց գործողությունը, այսինքն մենք փորձում ենք սրանով կարգավորել այն դիմում բողոքները քաղաքացիների կողմից բարձրացված եւ ովքեր որ չեն հասցրել ինքնակամները հաշվառել, նպատակ ունենալով լուծել բացառապես այդ խնդիրը, այլ ոչ թե օրենքից հետո կառուցված ինքնակամների խնդիրը։ Այստեղ մեկ նրբություն դա բազմաբնակարան շենքերի ներսում գտնվող ինքնակամ հատվածներն են, որոնք իհարկե օդային լուսանկարի վրա նշмарել դժվար կլինի կամ կարող է անհնար լինի նշмарել, այս պարագայում մենք վարչարարության համար լրացուցիչ տվյալներ կուզենք համապատասխան հաշվառման ներկայացնող չափագրողներից, որպեսզի կարողանանք հաստատել ինքնակամի հաշվառումը եւ քաղաքացիներին տալ այն ծածկագրերը, որոնցով իրենք հետագայում կկարողանան դիմել համայնքներին իրենց կողմից կառուցված ինքնակամները օրինականացնելու։ Բովանդակային առումով սա է նախագիծը, մենք նաեւ տեղեկատվություն ենք հայցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, ով որ փորձել էր համայնքներից եւ մարզպետարաններից հավաքագրել մոտավորապես թիվ հասկանալու համար ինքնակամների եւ եթե ես չեմ սխալվում 40,000-ից ավել, բայց որի մեջ չէր մտնում Երևան քաղաքը եւ այս շրջափուլով մենք նախատեսում ենք, որ շուրջ մոտավորապես մոտ 70,000 միավորի կարգի կրկին կունենանք հաշվառում ինքնակամ շինությունների եւ նաեւ օգտագործելով այս հարթակը խնդրում եմ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք չսպասեն վերջնաժամկետի ավարտին, այլ հենց օրենք ուժի մեջ մտնելուց կարգերը հաստատվելուց հետո անմիջապես դիմեն որակավորված մասնագետներին հաշվառումը իրականացնելու, որովհետև նախորդ դեպքում մենք ունեցանք մի այսպիսի խնդիր, երբ որ հունվար, փետրվար, մարտ եւ այսպես ամիսներին հաշվառման դիմումների քանակը շատ չնչին թվեր էր եւ երբ որ մոտենում էր տարեվերջը եւ բնակչությունը հասկանում էր, որ վերջն է, ժամկետն է, այլևս իրենք չեն կարողանա, մենք ստանում ենք բազմապատիկներ անգամ ավել, ոչ թե 100 անգամ, այլ մի ամսվա ընթացքում, օրինակ դեկտեմբերի ընթացքում կարող ենք հաշվառել այնքան գույք, որքան որ չէինք հաշվառել ամբողջ 11 ամիսների ընթացքում։ Սա ինչին է հանգեցնելու է նրան, որ միգուցե ծանրաբեռնվածությունից ելնելով որոշ մարդկանց մոտ խնդիր առաջանա, ասեն, որ մենք մասնագետներ չկարողացանք գտնել, բայց իրականում սա այդ գործը չանել եւ թողնել վերջին օրվանն է։ Այո, հորդորում եմ բոլորին, որ եթե կա հնարավորություն, նաև մեր գործընկերներին, նաև ազգային ժողովի падգամավորներին ձեզ, հնարավոր բոլոր հարթակները օգտագործելով մենք լուսաբանենք այս նախագիծը, այս փոփոխությունը օրենքի, որպեսզի կարողանան մեր քաղաքացիները հենց այսօր, հենց այս պահից սկսեն։ Նախագծի բովանդակությունը սա էր, շնորհակալություն։